Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանը ոչնչացվում է, սակայն զուգահեռ բանակցություններ են վարում Թեհրանի հետ։ Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ հայտնել է, որ Թեհրանին 15 կետից բաղկացած համաձայնագիր են փոխանցել եւ այժմ սպասում են նրանց պատասխանին։ Մենք չենք հեռանա, մինչև չհասնենք մեր նպատակներին, կարծում ենք առաջիկայում հանդիպումներ կլինեն։ Ուզում ենք հասնել խաղաղության համաձայնագրի, սակայն զուգահեռ հավատում ենք խաղաղություն ուժի միջոցով բանաձևին, հայտարարել է Ուիտկոֆը։ Իրանի շուրջ զարգացումներին 7-ի խմբի հանդիպումից հետո անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով հուսով են ավարտել պատերազմը մի քանի շաբաթվա, այլ ոչ ամսվա ընթացքում։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում, մենք կարող ենք հասնել մեր նպատակներին առանց ցամաքային ուժեր տեղակայելու, նշել է Ռուբիոն։ Նա չի բացառել, որ Ուկրաինայի համար նախատեսված զենքը կարող են օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Ամերիկյան կողմն ընդգծել է Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը, պետքարտուղարը հայտնել է, որ Իրանը հնարավոր է ցանկանում է վերահսկողություն հաստատել նեղուցի նկատմամբ եւ նույնիսկ վճարովի դարձնել այնտեղով նավագնացությունը, ինչը Ռուբիոյի խոսքով անընդունելի է։ Մինչ այդ Թեհրանից հայտարարել են, որ ներկայում Հորմուզի նեղուցով կարող են անցնել միայն այն նավերը, որոնք կստանան Իրանի թույլտվությունը։ Տեղեկություններ կան, որ Թայլանդը պայմանավորվել է Թեհրանի հետ նեղուցով անվտանգ անցման վերաբերյալ։ Զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները, թիրախում են հայտնվել Թեհրանը, Սպահանը, Շիրազը եւ իրանական այլ բնակավայրեր։ Բուշեհրի ատոմակայանի տարածքում կրկին պայթյուններ են որոտացել, սակայն ավերածություններ չեն արձանագրվել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով Իսրայելը հարվածել է Իրանի 2 խոշորագույն փոխպատաձուլական գործարաններին, էլեկտրականներից մեկին, քաղաքացիական միջուկային օբյեկտների եւ այլ ենթակառուցվածքների։ Պայթյուններ են լսվել Արաբական Միացյալ Էմիրություններում, Աբու Դաբիի արդյունաբերական գոտում։ Հաղորդվում է վիրավորների մասին։ Հրթիռային հարված է հասցվել Բահրեյնին, Սաուդյան Արաբիային, Օմանին։ Թիրախում է հայտնվել նաև Իսրայելը, կամ 1 զոհ։ Տեղեկություններ կան, որ հրեական պետության ուղղությամբ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հրթիռային արձակում են իրականացրել նաև Եմենի հութիները։ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելը չի կարող նպաստել պատերազմի արագ ավարտին, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Կարծում եմ, եթե Միացյալ Նահանգները իսկապես ցանկանում է հասնել արագ կարգավորման, պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, բայց ընտրությունը Վաշինգտոնինն է, Le Monde-ի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա ընդգծել է, որ այսօր ոչ Վաշինգտոնը, ոչ Եվրոպան բավականաչափ չեն ճնշում Մոսկվային։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին Ռուսաստանի նավթային հատվածի նկատմամբ գործող միջոցների թույլատումից հետո Մոսկվան արդեն միլիոնավոր դոլարներ է աշխատել։ Միևնույն ժամանակ Մարկո Ռուբիոն ընդգծել է Ռուսաստանի հետ շփումները շարունակելու կարևորությունը։ Պետքարտուղարի խոսքով միջուկային զենք ունեցող երկրները պետք է կապի մեջ լինեն։ Նա նաև սուտ է որակել Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը, որ Վաշինգտոնն անվտանգության երաշխիքների դիմաց Կիևից պահանջել է գնալ տարածքային զիջումների։ Ցավալի է, որ նա նման բան է ասել, հավելել է Ռուբիոն։ Միաժամանակ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները Օդեսայում կա առնվազն 1 զոհ եւ տասնյակ վիրավորներ։ Հաղորդվում է, որ թիրախավորվել է նաև տեղական ծննդատունը։ Զոհեր եւ վիրավորներ կան Կրիվոյ Ռոգում։ Ուկրաինական հարվածներից էլ բնակելի կառույցներ են վնասվել։ Յարոսլավլում հայտնի է 1 զոհի մասին, կան վիրավորներ։ Լուրեր են շրջանառվում, որ թիրախավորվել է նաև Սամարայի մարզի արդյունաբերական գոտիներից մեկը։ Դիանա Գասպարյան, լուրեր։